Բաքվի բանտում գտնվող 70-ամյա Վագիվ Խաչատրյանը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Դեկտեմբերի 22-ին 70-ամյա Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Նա ունեցել է շնչառության դժվարացում եւ սրտի ցավեր, ինչի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց։ Վագիվ Խաչատրյանին ադրբեջանցի զինվորականները բերման էին ենթարկել, երբ վերջինս Արցախից մեկնում էր Երևան բուժման նպատակով։ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է առաքվել հացահատիկի նոր խմբաքանակ։ Վոլգոգրադի մարզի Գմիլինսկայա կայարանից դեպի Երևան է մեկնել հացահատիկի 8 վագոն։ Մինչև 2025 թվականի վերջը նախատեսվում է այս երթուղով առաքել 30 վագոն, որը համարժեք է ավելի քան 2000 տոննա հացահատիկի, նշվում է հաղորդագրության մեջ։ Երևանի ավագանու նիստի ժամանակ լեզվակռիվ եղավ տեղական տուրքերի եւ վճարների 2026 թվականի փաթեթի ընդունման ժամանակ։ Այս նախագծերը ներառում են նաեւ կարմիր գծերի եւ հանրային տրանսպորտի վճարները։ Դրանք նույնն են մնալու, ինչ 2025 թվականին են եղել։ Վերաքննիչ վարչական դատարանը մերժել էր Երևանի ավագանու բողոքը, ուժի մեջ թողնելով վարչական դատարանի որոշումը, որով անվավեր էին ճանաչվել վճարովի ավտոկայանատեղիների վերաբերյալ ավագանու որոշման դրույթները։ Երևանի քաղաքապետարանը որոշել էր դիմել վճռաբեկ դատարան։ Այնուամենայնիվ քաղաքացին նաև 2026 թվականին կվճարի տարեկան 160,000 դրամ։ Ադրբեջանի նախագահը կրկին ժամանել է Ստեփանակերտ։ Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով Ալիևը մասնակցել է Ղարաբաղի համալսարանի բիզնես կառավարման ֆակուլտետի բացմանը։